Քանաքեռի 6-րդ փողոցի սկզբնամասում սև ժապավեն են փակցնում, Բենո, այսպես էին ընկերներն անվանում 16-ամյա Բենավ Դավթյանին, որը 2 օր առաջ դանակահարության հետևանքով սպանվել է այս նույն թաղամասում։ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տարածքում այստեղ է տեղի ունեցել վիճաբանությունը, որն ավարտվել է անչափահասի սպանությամբ։ Վիճաբանության մասնակիցներից 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանք եղբայրներ են 16-ամյա Տիգրանը եւ 19-ամյա Սողոմոնը։ Ծանոթները պատմում են, որ եղբայրներից մեկը սպանության մեջ կասկածվողն է, ձերբակալված է։ Սպանված ու ձերբակալված տղաները հարևաններ էին, բնակվում էին իրարից 1 փողոց հեռավորության վրա։ Թե ինչն է վեճի պատճառը եղել, առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, հարևանները եւս ոչինչ չգիտեն։ Շոկի մեջ են կատարվածից։ Սպանված տղան 16-ամյա Բենավ Դավթյանը ավագ դպրոցում էր սովորում, ունի իրենից մեծ քույր եւ փոքր եղբայր։ Հարևանները թե մահացած տղայի, թե վեճին մասնակցած եղբայրների մասին միայն դրական են արտահայտվում։ Շաբաթիրիկումն էր։ Շուխուրը հելա, տենց իմացան, որ սպանություն է, դանակահարություն։ Հետո այդ ներքևից էլի մի հոգի մեկը տեսել էր, լավ է, բունը հարցրել են, բայց օգուտ չէր ունեցել։ Օգնել են, տարել են, երեխուն տեսել են, ընկած։ Օգնել տարել են։ Տոշնի տեղը չեմ անում, որ մասնա, բայց շոշի վրա են ասում եղել։ Տարել են Միքայելյան, բայց արդեն արունակ համ եղած է, էլի օգուտ չի ունեցել։ Հետարքիր, ինձ էլ ամոթ։ Ինչ պետք է խնդիրելի, որ հասնի դրա։ Դե մանկական խոսակցություն պետք է լինի, ինչ պետք է լինի։ Պարզ չի։ Եթե մի հատ մեծի դիմացել էին, այդ հարցը դες չէր էլի։ Իրանց գիտակցությունով մի բան արել են, էլի։ Իրար պետք է խփեն, վերջում որ չի կարող, պետք է հանի դանակահարի։ Այդ էլ դարել է մոտ արդեն։ Դեպքից 2 օր անց ոստիկանության աշխատակիցները շարունակում են հերթապահություն իրականացնել սպանության մեջ կասկածվողի տան մոտ։ Աշնորհ բան չեմ տեսել, խելոք ակուրատնի մարդիկ են եղել դա։ Մահացած երեխան շատ այդ եկեղեցու մոտն ապրում, մայրամասնածածին, այդտեղ ապրում։ Շատ համեստ շնորհքին մարդիկ են եղել, իրանք էլ։ Մի երևի 300 մետրի տարբերություն է իրանց տունն ուստեղ։ Վերևի եկեղեցու մոտերն է։ Հայաստանում միայն այս տարի երիտասարդների մասնակցությամբ դանակահարության 3 դեպք է եղել, որոնք ողբերգությամբ են ավարտվել։ Մարտի 18-ին Սպիտակում այդ կերպ 17-ամյա տղա էր սպանվել, իսկ մարտի 29-ին էլ Չարենցավանում դանակահարությամբ ավարտված վիճաբանության հետևանքով սպանվել էր 21-ամյա մի տղա։ Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը կարծում է, որ այս վիճակագրությունը մի քանի պատճառներ ունի։ Վերջին շրջանում դեռահասների ասոցիալ մարքի հոգեբանական պատճառականությունը կարելի է իհարկե բաժանել մի քանի խմբերի։ Գործոններից առաջինը կարող են վերցնել ընտանիքներում տիրող իրավիճակը, երբ որ ծնողների զբաղվածության պատճառով նկատվում է դեռահասների բարձիթողություն եւ այդ տարիքում դեռահասի ձգտումը լինել ավելի մեծ եւ երևալ ավելի ինքնուրույն եւ կարեւոր, հանգեցնում է իհարկե ասոցիալ վարքագծերի, բայց ասոցիալ վարքագծը միշտ ունի խորքային արմատներ, որը կարող է նկատել անգամ 5-ից 6 տարեկանում։ Դա շատ հաճախ լինում է ժամանակի սոցիալական, մանկավարժական եւ տնողական բարձիթողության պատճառ։ Հաջորդ խումբը գործոնների կարող են վերցնել սոցիալական գործոնները, որը որ ընտանիքի կողքին տիրում է դրսում, երբ օրինակ սա նույնիսկ կարելի ասել դարեր շարունակ դեռահասները սիրում են խմբավորվել, հատկապես այնպիսի վայրերում, որտեղ որ չկա հսկողություն, որտեղ որ լքված վայրեր են, նախկինում ասում էին լքված բնակներ, լքված վագոններ, տեղեր, որտեղ որ մարդու աչքը չի տեսնում, եւ նրանք գնում են այնտեղ ինչ անելու, ինքնահաստատվելու։ Ինքնահաստատման հիմքում ընկած է ինքնաճանաչողությունը, որովհետեւ եւ դեռահասը իր զարգացման կարևորագույն փուլում, օրինակ տարբեր նույն հոգեբանական մեթոդաբանությամբ եւ միջամտություններով չի ճանաչում ուժեղ եւ կարեւոր կողմերը, ապա դեռահասների խմբի մեջ տարբեր հարցեր լուծելով, քննարկելով, բարձր գոռալով եւ կարեւոր լինելով, սկսում է ճանաչել իրեն իբրև այս դեպքում տղամարդ, բայց աղջիկների խումբներ, ինքնահաստատման պակաս մեթոդներ չի ընտրում, նույնիսկ համացանցում կարող ենք հաճախ տեսնել աղջիկների վեճերը, տարբեր մնացեցությունների տակ, որը որ ոչ այլ ինչ է, քան ինքնահաստատման բաց թողնված էտապ։ Հաջորդ խումբը, որը որ հատկապես այդ տարիքին է վերաբերվում, դրանք իհարկե հորմոնալ փոթորիկներն են, հոգեբանական ճգնաժամեր տեղի ունեցող, որը որ դեռահասը չի կարող վերահսկել, որովհետև նա կարիք ունի արտահայտման, ինքնարտահայտման եւ իր հարցերը լուծելու։ Ծնողական
Նման ոչ կա, որը որ շատ հաճախ լինում է երբ կխփեն դու խփի եւ կգորան դու ավելի բարձր գորա, որը անվանում ենք ագրեսիայով, բնականաբար այստեղ շատ հավանական է, որ մի բարձր ձայնին կարող է դեռահասը պատասխանել բարձր ձայնով եւ բնականաբար մյուս կողմից արդեն դա սուր գործիքը, ոչ գործիքը, որը որ բերում է արդեն լետալ ավարտի, այսինքն մահվան ելքի կամ դանակահարության եւ ավելի ծանր կյանքի համար սպառնացող վնասվածքների։ Ներքին գործոնները ամենավտանգավորն են ըստ եւ մեր ոլորտի կողմից պետք է հավուր պատշաճի ուշադրություն արժանանան եւ դա դպրոցներին ծիրող հոգեբանական մթնոլորտը պետք է լինի, այն ուշադրությունը պետք է լինի, որտեղ որ միայն համագործակցությունը կարող է դեռահասին չհասցնել այդ վիճակին։ Հավատացած եղեք, ցանկացած դեպք միշտ լինում է ընտրությամբ։ Երբ կա անձի ընտրությունը, այդ դեպքում մենք ընտրության համար այս ելքի դեպքում բացասական նեգատիվ հետևանքի դեպքում եւ սկսում ենք խնդրել ով է մեղավոր եւ ինչն է պատճառը, արդեն ուշացած ենք լինի։ Որոշման կայացման этаպում, որը որ հենց անձի զարգացման եւ ձևավորման կարևոր հիմքն է, արդեն հենց այդ ժամանակ պատասխանատու են բոլոր մեծահասակները դեռահասի հետ առնչվող։